Հրապարակ թերթը գրում է Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով։ Թերթի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ։ Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել։ Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների Մոսկվա այցելությունները։ Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել։ Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ եւ չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը։ Մյուս բոլորին ասվել է աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք։ Ոմանք նաեւ սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի ապակառուցողական պահվածքն ընդդիմադիր դաշտում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է մայիսի 21-ին դրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Քանի որ հայտնի պատճառներով անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով Արցախի падգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը։ Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար նրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն։ Սամվել Շահրամանյանն էլ է դեռևս երկմտում։ Փոխարենը Արցախի քաղաքական շրջանակներում նախագահի թեկնածուի նոր անուն է շրջանառվում։ Խոսքը ծնունդով իջևանցի Հայկ Խանոմյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում զբաղեցնում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Արփինե Սարգսյանի նախաձեռնությունը քաղաքական շրջանակներում ևս ընկալվում է որպես խիստ հակասական։ Ըստ թերթի աղբյուրների, նույնիսկ իշխանական կուլիսներում լուրջ վերապահումներ կան եւ օրենսդրական փաթեթը դժվար թե հասնի ազգային ժողով առանց էական փոփոխությունների։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու Ասքանազ Վարդապետյանի կարիերան Պետեկամուտների կոմիտեում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի 2024-ի սեպտեմբերին նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ վերահսկողության հարկային տեսչություն վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։ Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի դարձավ աղմկոտ պատմությունից։ Նա Կիևյան փողոցում իր տնից ոչ հեռու տաքսու վարորդ էր ծեծել։ Ի դեպ Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վրաստանի հայկական համայնքից ախալքալաքից զանգվածային հոս կա դեպի Հայաստան, սակայն ոչ ներգաղթի նպատակով։ Ինչպես Մոսկվայի հայերը, այնպես էլ ախալքալաքի հայերը գալիս են Հայաստան կենսաթոշակ ստանալու նպատակով։ Թերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ռեկորդային ներգաղթ է եղել։ Գրում է թերթը։